Բարի երեկո բոլոր ներկաներին։ Այսօր ուրեմն մեմի սահմաններում մենք մի հատ շատ կարևոր հաղորդաշար ունենք, որը ես նախատեսել էի վաղուց, հաշվի առնելով մեր պատմական եւ ներկա իրավիճակը, հայ ինքնությունը։ Եթե մեկին ուզում ես իշխես անհատին կամ ժողովրդին, եթե այդ ժողովրդի իր արմատներից կտրված է, այդ ժողովրդին շատ հեշտ է հոգեբանորեն ճնշել, հիմա ինչպես ասում են կիբեր պատերազմներ, ինչ որ վախացնել, դուք քոչվորներ եք, որտեղից եք եկել, այն թեմայի մասին, որ հիմա պետք է խոսանք, ուրեմն մի հատ նախաբան եմ ուզում ասեմ, որ ցույց տամ, որ իրոք ինչ կարևոր թեմա է։ Մի անգամ մի քանի տարի առաջ Երևանի պետական համալսարանի ավարտված պատմաբանի հետ խոսում էի ու մտածված հետևյալ հարցը հարցրեցի, ասի Սասունցի Դավիթի արձանը որտեղ է, վարքյանական պատասխանեց, ասի Վարդան Մամիկոնյանի արձանը որտեղ է, վարքյանական պատասխանեց, հարցրեցի մեր Հայկ Նահապետի արձանը որտեղ է, մեկ էլ կմկմաց հեսա կասեմ, մոտ մի 30 վայրկյան անցավ, նոր հետո տեղը բերեց, իմիջիայլոց խորհրդային միության ժամանակ, կարծեմ 1970-ական թվականներին, որ բարձրանում եք դեպի Մասիվ, առաջի Մասիվ, Երևան քաղաքի, ձախի վրա, Գայի պողոտայի վրա, մի փոքր մի հատ կանգ կա, վերևում մի հատ փոքրիկ տեղ են գտել եւ այդ արձանը դրել են։ Սա ինչ են ասում, ու դրանից հետո շատերն եմ հարցրել, որ մեր կարևոր արմատները մենք չենք իմանում, մեր մեծերին չենք իմանում, այսինքն մենք բոլորս խոնարհում ենք Վարդան Մամիկոնյանի առաջ, բայց Հայկ Նահապետը, որ ամենակարևոր մեր պատմական ոնց որ ընտանիքի հիմնադիրը լինի, դրա մասին հասարակությունը ոնց որ մի կողմ է քաշված։ Եվ այդ ժամանակ արդեն մեր նոր սերունդը եւ չեմ ասում մեծահասակները իրանց հեշտ է ուրիշ ազգերը հեշտ են այդ մարդկանց այդ խմբին ղեկավարել։ Ուրեմն առաջի սլայդը, որ դուք տեսնում եք, ուրեմն վերցված է Encyclopedia Britannica, այսինքն Բրիտանիկա կոչվող հանրագիտարանից, որը որ ինչպես գիտեք, աշխարհի ամենահին հանրագիտարաններից մեկն է, հարգված։ Սա ոչ թե ուրեմն կոչվում է հայկական բարձրավանդակ։ Անգլերեն կոչվում է Armenian Highlands կամ Armenian Plateau, կամ էլ ռուսերեն կոչվում է Armянское Nagorье եւ հայերեն կոչվում է հայկական լեռնաշխարհ։ Ուրեմն բոլոր միջազգային հանրությունը մեր պատմության մասին գիտի, որ մենք բնակվում ենք հայկական բարձրավանդակում։ Ինչով է կարևոր հայկական բարձրավանդակը։ Ուրեմն մի քիչ ներքև գնանք, ուրեմն տեսեք հայերեն գրած է, ուրեմն հայկական բարձրավանդակը ունի 400,000 կիլոմետր մոտորապես։ Պատկերացրեք ներկա հայ հանրապետությունը մոտ 39,000, այսինքն 10 անգամ փոքր, այսինքն բայց մենք ժամանակին ունեցել ենք 400,000 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ ուրեմն առաջի անգամ ցորեն են սկսել աճացնել աշխարհում առաջի կետը, մի քանի կետ է եղել երկրագնդի վրա, մեկը մեր մոտ։ Ձերին մեծացրել նստակյաց կյանքը սկսվել է, հետո ուրեմն երկաթի արտադրությունն է սկսվել մեր մոտ, այսինքն երկաթը այսինքն ժամանակ եթե բրոնզն է եղել, որ երկաթից թույլ է եղել, ոնց որ մեծ հեղափոխություն է եղել այդ արդյունաբերության մեջ եւ ես հիշում եմ 1980-ականներին, ուրեմն Մոսկվայի մի հատ կենտրոնական թերթերից մեկը Կոմսոմոլսկի Պրավդա մեծ հոդված կար, որ Արմավիրում մեր ատոմակայանի մեծամորի կողքը, ուրեմն հայտնագործել են մեր հնագետները, հայտնագործել են մի հատ ձուլարան 3000 տարվա հնությամբ, որ հետո աշխատացրել են եւ հրաշքի նման աշխատել էր 3000 տարի հետո աշխատել էր, այսինքն երկաթն էլ մեր մոտից է սկսվել եւ շատ բաներ մեր մոտից է սկսվել, բայց մեր ժողովուրդը մեր հատկապես նոր սերունդը չի իմանում դրա մասին։ Մի հատ ուրիշ դեպք պատմեմ, մի քանի տարի առաջ ուրեմն մի անձի հետ խոսում ենք, ասեց ձեր մասին ինչեր են ասում, այս կողքի ձեր հարևանները,
Ես իրար սկսեցի վիճաբանել գիտես ու ապացուցել մենք սենսն ենք, մենք լավն ենք, մենք եւ այլն։ Ես այն ասի կարող ես գնալ կարդալ մի հատ իմանալ ինչ է նշանակում հայկական բարձրավանդակ։ Եկավ մյուս օրը զարմացած բականերս Արտուր չենք իմանում իրոք տեսնում եմ, որ բան ուրիշ ազգերը մեր մասին ավելի բարձր կարծիք են ունեցել հին ժամանակները, քան թե մենք մեր մասին։ Հա, ու էլ չեմ ասում, որ նոյան տապանն է մեր մոտ իջել, եւ նոյոտ Նախիջևան բառը ինչ է նշանակում, Նախիրի Իջևան իջնելու տեղը։ Հա, ուրեմն այստեղ հիմա Գերմանիայի քարտեզը դրել եմ հետեւյալ բանը, որ ներկա Գերմանիան մոտորապես 357,000 քառակուսի կիլոմետր է։ Այսինքն պատկերացրեք, որ հայկական բարձրավանդակը դրանից մեծ է, այսինքն եղել, դրանից մեծ է եղել։ Հա, հիմա ես ներկաներին եւ այն մարդիկ, որի հետ խոսում են, ես միշտ այդ հարցն եմ տալի։ Ինչու հիմա նորից հետ գնանք մեր հայկական բարձրավանդակի նորից, ինչու այս տարածքը չի կոչվում, օրինակ, մեր հին հարևանները ով են եղել այն ժամանակ, ասորիները, գերտերություն, ոնց որ հիմա Միացյալ Նահանգները որ կան աշխարհում գերտերություն, ասորիները չգիտես ինչի միջազգային հանրությունը այդ հին ժամանակվանից չի կոչել ասորական բարձրավանդակ, չի կոչել պարսկական, որ մեր նման հին ժողովուրդ են իրանք, պարսիկները, չի կոչել բաբիլոնյան եւ այնտեղ ուրիշ էլի տենց մեծ տերություններ եղել, որ կորե գնացել են չկան, բայց կոչել են հայկական։ Այդ հարցը միշտ պետք է մենք մեր երեխաները իմանան, որ միջազգային հանրությունը կոչվել է այս տարածքը հայկական բարձրավանդակ։ Սա չեն կարա ջնջեն, սա պատմական փաստ է։ Մենք պետք է ուրեմն զբաղված լինենք նրանով, որ այս բանը տարածենք ու երեխաները պետք է իմանան։ Այդ պատմությունը դուք բոլորս երևի գիտեք, որ 2492 թվականին մեր թվարկությունից առաջ Հայկ Նահապետը իր ընտանիքով հետ է վերադարձել, ուրեմն շատ կարևոր մի հատ կետ է, որ հետ է վերադարձել Բաբիլոնից դեպի հայկական բարձրավանդակ։ Վան մեր լիճը որ կա, դրա տարածքն է հետ վերադարձել ընտանիքով։ Ու չի ենթարկվել Բաբիլոնի կայսրին, որ անունը Բել է եղել։ Եվ նա զորք է ուղարկել, բայց հայկը չի ընկճվել, հայկական բարձրավանդակը իր բնավայրն է եղել, պատերազմը սկսվել եւ հայկը ուրեմն այդ ճակատամարտի ժամանակ միջայլոց սա ուրեմն առաջին մասիվում որ կա Հայկ Նահապետի արձանն է։ Հիմա այստեղ մի հատ շատ հետաքրքիր բան կա, քանդակագործը կա, մի հատ հանճարեղ միտք ունի։ Տեսնում եք, որ նետերը պայեստային կա հետևում, բայց այն նետը, որ ինքը օգտագործել է, արդեն չկա, այսինքն սա նշանակում է, որ այդ նետը արդեն ճանապարհի վրա է, ինքը բաց է թողել։ Դա շատ հանճարեղ մի հատ միտք կա, որ միանգամից չհասկացա։ Այս արձանը կա, այսինքն մինչև հիմա կա բարեբախտաբար, եւ մենք շնորհակալություն ասենք անհատներին, որոնք խորհրդային միության այդ ոչ բարենպաստ ժամանակներում ի վիճակի են եղել այս արձանը տեղադրել։ Ու գեղանկարներից մեկը Հայկ Նահապետը նետով խփում է Բելին եւ Բելի բանակը տեսնելով որ իրանց ղեկավարը մահացել է, սպանվել է ու հետ են քաշվում ու այդտեղից Հայկ Նահապետը սկսում է իր տոհմը մեծացնել։ Հայ ու դրա համար որ մենք մեզ կոչում ենք հայեր, ուրեմն գալիս է Հայկից։ Ավանդույթը սկսվում է ուրեմն օգոստոսի 11-ը, որ միշտ ամեն տարի նշվում է, այսինքն ցավոք սրտի դեռ մեծ տոն չի դեռ, որտեղ մոռացված տոն է, այսինքն ասենք, բայց ժամանակին այդ օրը հայության համար մեծ տոն է եղել, ոնց որ հիմա մենք նոր տարին ենք անում հունվարի 1-ին, մեծ տոն է եղել տոնակատարություններով, գեղեցիկ հանդիպումներով, արվեստագետներով, երգերով, պարերով, դե գիտեք, հայերը տոները գեղեցիկ են անցկացնում, այդ տոնը, բայց ցավոք սրտի մոռացվել է, բայց բարեբախտաբար դեռ կան մի խումբ մարդիկ, որոնք այդ տոնը դեռ տոնում են ու քանի գնում դրանց քանակը ավելանում է։
Նավասարդը ուրեմն ըստ Անանյա Շիրակացու եւ Հովանես իմաստասերի, ուրեմն Նավասարդը Հայկ Նահապետի դուստրի անունն է եղել, որը երկու բառից է կազմված՝ նավա, այսինքն նոր եւ սարդ տարի բառերից։ Այդ ամիսը Նավասարդ անվամբ է կոչվել օգոստոսի 11-ին։ Հիմա օրինակ մի խումբ մարդիկ կան, որոնք ամեն տարի բարեբախտաբար Հայ Հանրապետությունում այդ տոնը նշում են եւ կապում են տիեզերքում, այսինքն համաստեղություն կա, Վահագնի համաստեղությունը, որը որ օգոստոսի 11-ին առավոտյան ժամը 4-ին ինչ որ ձևով աստղերը իրար հետ համընկնում են եւ ինչ որ ժամանակը այդ օրը ինչ որ ճշտումներ կա եւ միջազգային մասնագետները այդ օրը սկսել են ուշադրություն դարձնել մոտ 3 տարի առաջ 1000 հոգի ուրեմն հավաքվել էին Քարահունջում, ուրեմն Քարահունջը այսինքն ասեմ, եթե անկարծ չենք իմանում, դա ուրեմն քարերից ստեղծված մոտ 7500 տարի առաջ աստղադիտարան է Սիսիան քաղաքից 3 կիլոմետր հյուսիս, որը որ աշխարհահռչակ ամենամեծ ռադիո աստղագետ Փարիս Հերունին հայտնագործել էր 1980-ականներին, որը ապացուցել էր, որ աշխատող աստղադիտարանը այդ մեծ այդ ժայռերը, որ բեկորները որ տեղադրված են, ամենավերևները անցքեր կան, որը որ ոնց որ աստղադիտարան է եղել եւ այդ պատկերացրեք 7500 տարի առաջ այն ժամանակ այսպիսի արդյունաբերություն չի եղել, բայց ոնց են կարողացել այդ անցքերը ստեղծել ու այդ քարերը բերել այդ մտածված հաշվարկված մաթեմատիկորեն տեղադրել իրար, դա ամեն մարդ այսինքն չի կարա այդ բանը անի։ Մի մասնագետ կա, անունը Վազգեն Գևորգյանը, որը դրանով զբաղվում է, իր Facebook-յան էջը ունի եւ հաղորդումներ ունի YouTube-ում, որ բարձաբանում է, այնտեղ ավելի շատ մասնագիտական բացատրություններ կա տիեզերական կապի մասին, դա էլ մի հատ հետաքրքիր մի հատ տեսանկյուն է, որը որ նորից ապացուցում է կարևորությունը։ Բայց ինչն է մեր համար ամենակարևորը, որ մենք մեր ինքնագիտակցությունը մեծացնենք, այսինքն միանանք արմատներին, որ ոչ մեկ չկարողանա գա մեզ ասի, դուք բանի պետք չեք, դուք նոր եք եկել ստեղ կամ նման բաներ, որովհետև իրանց հետ վիճելու կարիք չկա, իրանց պետք է միանգամից այդ հարցը եթե տալիս եք, դուք իրանց զինաթափում եք։ Ինչի այս տարածքը 400,000 կիլոմետր, որ ներկա Գերմանիայից, որը որ ընդամենը 357,000 քառակուսի կիլոմետր է, ինչի այս տարածքը կոչվում հայկական բարձրավանդակ, միջազգային պատմական եւ աշխարհական գրքերում կոչվում է հայկական բարձրավանդակ, Armenian Highlands։ Այդ հիմնական նպատակը այսօր հաղորդման, որ մեր ներկաները եւ ապագա ունկնդիրները, որ պետք է նայեն, իմանան, որ մենք այսպես ասած մի հատ հասարակ ինչ որ ժողովուրդ չենք, որ եկել գնացել է։ Տեսեք, սա վերևից նկարված Քարահունջն է, որ Սիսիան քաղաքից 3 կիլոմետր հյուսիսա չհասած, եթե Երևանից իջնում եք ներքև, այնտեղ է, այս քարերն է ու այս համաստեղություն կա, որ վերևից նայում եք, այդ ուրվագիծը նույնն է, ինչ որ երկնքում աստղերը կան։ Կարապի ուրվագիծն է կարծեմ։ Սա էլ մի հատ փոքրիկ հատված է, որ տեսեք, այս ժայռերը հենց իրանց մեկը չի կարա բնությունը sense մտածված բերի շարի իրար կողքը։ Հա, ու պատկերացրեք, այս անգամ ներկա մեր ժամանակակից արդյունաբերության հզորությամբ, այսինքն այս բաները անել այդքան մի օրվա բան չի կամ այդքան հեշտ բան չի, բայց այն ժամանակ պատկերացրեք ինչ որ ինչպիսի անհատներ են եղել մեր տարածքում, որ կարողացել են այս աստղադիտարանը կառուցել, որ աստղադիտարանը հենց այնպես չեն կառուցում։ Սա միշտ ինչ որ նպատակ ունի, գործնական նպատակ ունի։ Իմիջիայլոց ամբողջ աշխարհը գիտի, որ Stonehenge կա, որը որ Անգլիայում է, բրիտանական կղզիներում, որը 4000 տարի հնություն ունի, որ քիմիականորեն կարող են ապացուցել,
ու հետարքին է որ Stonehenge-ը եւ եթե թարգմանում ենք հայերենով քարերի հունջը, այսինքն շատ հետարքիր թարգմանություն է։ Ես ժամանակին Փարիզ Հերինուի հետարքիր է որ մենք հազարավոր կիլոմետրներ Անգլիայից հեռու ենք, բայց նույն անունն է դրված, նույն գաղափարը, քարերի հունջ։ Այնտեղ էլ Stonehenge։ Stone-ը անգլերեն քար է եւ Henge-ները ոնց որ մի բան որ կպցնում ենք իրար, այդ ցորենի է, որ կտրտում են, հետո կապում են իրար, հունջ է կոչվում, այսինքն քարերի հունջ, որ քարերը միացած իրար, նույն իմաստը ունի, քարահունջ։ Այս բանը ես ստեղծել եմ, ուրեմն մեջ շատ կարևոր ուղերձ է եւ միտք է դրված։ Դե բնական է, մենք արդեն տեսնում ենք մեր արարած սարը, որ մի հատ հավերժության նշան է, հետո մեջտեղը մենք դրել ենք հայ հավերժության նշանը, այդ զինանշանը որ կա, բոլորը պետք է իմանան, եթե չենք իմանում, սա մեր հավերժության նշանն է, ուտեղ էլ Հայկ Նահապետի նկարն եմ տեղադրել, որ իր արձանը, որ մենք ունենք, որ նետը արդեն բաց թողված է։ Սա 2023 թվականի համար է ես պատրաստել, ու մի հատ փոքրիկ թվաբանություն է, 2492-ին մեր թվարկությունից առաջ գումարում ենք 2023, դառնում է 4515 տարի առաջ, եթե տեսնում եք, բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, սա ուրեմն հանդաճանաչ երգից է վերցված, որ մեր հանճարեղ Պարուս Սևակը բառերն է գրել եւ մեր կոմպոզիտոր ուրեմն Էդգար Հովհաննիսյանն էլ երաժշտությունը Սարդարապետից, ուրեմն բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, սա մի հատ մեծ իմաստ կա այստեղ։ Ու կողքը եթե տեսնում եք աչի վրա չկան կան, այսինքն մենք կանք, չկան, ով չկա, ասորական կայսրությունը, որ նորից եմ կրկնում, գեր տերություն է եղել, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների նման գեր տերություն է եղել այն ժամանակ։ Բաբելոնը, դե բոլորը գիտեն, Բաբելոնը չկա, կորել է։ Հռոմեական կայսրությունը, որ պատմության մեջ ամենամեծ կայսրություններից է եղել, չկա։ Այդ հռոմեական, այսինքն սա արևմտյան Հռոմն է։ Բյուզանդական կայսրությունը նույն հռոմեացիներն եղել, ուղղակի ժամանակի առումով իրանք կիսվել են, մեկը արևմտյան Հռոմ, որը Հռոմում է եղել, եւ արևելյան Հռոմ, որը որ Բյուզանդիա, այսինքն Բյուզանդիան մի հատ Բիզանտին կա, մի հատ տեղ կա, որը որ Կոնստանտինոպոլն է, հետո Կոնստանտին կայսրը այնտեղ իր քաղաքն է հիմնադրել, ու դարերով եղել է Կոնստանտինոպոլ եւ բյուզանդական կայսրությունն է եղել, որի շատ ղեկավարներ եղել են հայեր անգամ, մեր հարևաններն են եղել եւ հետո թուրքերը, որ մոնղոլները ներխուժել են այդ մեր տարածքները, հիմա մոտ մի 90 տարի առաջ իրանք անունը փոխել են Ստամբուլ այդ քաղաքի, բայց բյուզանդական կայսրություն, այսինքն արևելյան Հռոմն է եղել, մոնղոլական կայսրությունը, որ մենք գիտենք, որ ինչեր են արել մարդկության հետ, Օսմանյան կայսրությունը, որ գիտենք, կորե գնացել են։ Հիմա եթե տեսնում եք այնտեղ փոքրիկ ձախում ներքևը Հայկ Նահապետի մասին, եթե մեկը որ երեխան չի իմանում բացատրություն է տրված, մեկ էլ մեր այդ զինանշանը որ կա, որը որ հավերժության նշանն է, այդ էլ դրա բացատրությունը տված է։ Մեր մշակույթի մեջ եթե ամեն ինչը ճիշտ տեղին դրվել, ուրեմն մեր Հայկ Նահապետի արձանը պետք է լիներ մայրաքաղաքի ամենակարևոր տեղում, ամենամեծ տեղում, ամենամեծ պատվանդանի վրա պետք է լիներ։ Եթե մեր արժեքները, որ մենք ճիշտ ձևով մեծանային, պետք է լիներ այդպես։ Հիմնականում ուրեմն իմ ուղերձը դա էր։ Ցանկանա, եթե մեր մասնակիցները եթե հարցեր ունեն, կփորձեմ պատասխանել։ Ես հարցեր չունեմ, շնորհակալություն, շատ լավ եք բացատրում։ Շատ ուրախ եմ Ամալիա ջան։ Հիմա ես հարց կտամ։ Դուք կարծում եք, սա հիմա դուք կարաք օգտագործել ամեն օրվա կյանքում, ասենք թե շփվելով ձեր հասարակակիցների հետ, դուք սա կարծում եք օգտակար կլինի ուրիշներն էլ իմանան սրա մասին։ Շատ կարևոր թեմա է եւ յուրաքանչյուր հայ պետք է իմանա սա։ Ձեր պատմածի մեծ մասը ես գիտեի, բայց ելի բաներ կային, որ նոր իմացա ու վստահ եմ չեմ մոռանա երկար։ Ապրես Ամալիա ջան, եւ կարևորն այն է, որ սա մեր գիտակցության մեջ ոնց որ պատշաճ տեղը գրավի, սա պետք է բան
բացատրվի համբերատար մեր մյուս ընկերուներին եւ որպեսզի բոլորը ավելի ամուր կանոնացնեն հողի վրա։ Ես կասեմ, որ շատ հետաքրքիր ու պետքական թեմա է, որը շատերը հիմա անտեսում են ու ոչ բոլորն է, որ միշտ հիշում են, իրենց մտքում այս ամեն ինչը կար։ Ուրախ եմ, որ լսեցի, որ տենց արձագանք գտավ։ Հիմա այս օրինակ այս նկարը, որ ստեղծել եմ ես, դու կարծում ես օգտակար կլինի, որտեվ մի երկու րոպեում անենց մի հատ խորը միտք կա այնտեղ, ես ուղղակի չեմ ուզում գովաբանեմ, ուղղակի անհրաժեշտություն գտա, որ ստեղծել։ Հիմա կարծում ես Գայանը դու կարաս այս նկարը կամ մեր մյուս ներկաները օգտագործեն, որպեսզի այս գաղափարը, որ մենք միշտ կանք, մեր մեջ ավելի ոնց որ ասում են նոր կյանք ստանա։ Ինչ ես կարծում։ Իհարկե համամիտ եմ ձեզ հետ։ Ուրեմն շատ լավ։ Ասեմ այս նկարը կարող օգտագործեք։ Քանի որ մենք այս թեմաների մասին իրար հետ խոսել էինք, տենց թեման ծանոթ էր ինձ ու ես հայերի ծագումը ընդհանուր հայկական դարաշխարհն ուսումնասիրել եմ ոչ թե մենակ հայկական աղբյուրներից, այլ օրինակ նաև հունական, վրացական, վրացներինը մերին նման է շատ, ուղղակի իրանք այնտեղ ավելացնում են, որ հայկի եղբորից էլ իրանք են եկել, իսկ հույներինը լրիվ ուրիշ է, սենց հայկը կապ չունի այդտեղ, շատ հետաքրքիր պատմություն է, Յասոնն ու Արգոնավորտներն են։ Շատ լավ, շատ հետաքրքիր մտքեր են եւ հիմա կարևորը Էլա ջան, դուք կարծում եք այս նկարը որ կա, որ ստեղծված է, որ մեջ sense ուղերձ կա, կարող ենք տարածել եւ մեր նոր սերունդը ոնց որ ասում են մի հատ ներսից պնդանա, որ այս կիբեր պատերազմները կամ վախացնելը որ կա, միշտ պետք է այս բառերը նայեն, բայց մենք չընկանք, մենք միշտ կանք եւ ու չկան այդ բաները, որ միշտ եթե մեկը տեսնի իր այսքան ու պատկերացնի պատմությունին միանա պատմությանը, կտեսնի, որ ներկա այս իրավիճակը սրանք շատ փոքր համեմատած Ասորիստանի, Բաբիլոնի, հռոմեացիների շատ փոքր ինչ որ ուժեր են, ուղղակի գալու են եւ գնալու են։ Սա ուղերձ են դրանում։ Եա ուրախ եմ, որ այսպեսի արձագանք գտավ, այսինքն կարևորը քանակը չի, կարևորը որակն է, որ հետո կամաց ոնց որ ասում են ծաղիկը գալիս է, անգամ բետոնի մեջից տեսնում եք ծաղիկը գալիս է, հետո կամաց տարածվում է,